Տարատեսակ ռեյտինգների հավատալ չհավատալու մենք լավ իմունիտետ ունենք, ինձ թվում է ազգովի, սկսած դեռ շատ վաղ ժամանակներից, տասնյակ տարիներ առաջ, եւ դրանց վերաբերվում ենք այդ տրամաբանության մեջ, հա, այդ այսպես կոչված հրապարակված ռեյտինգներին անհասկանալի է ով, ինչպես եւ որտեղ է այդ ռեյտինգները արել, դա ընդհանրապես, հա, ոչ միայն այս ռեյտինգին վերաբերող, իսկական ռեյտինգը դա ընտրություններն են եւ ընտրությունների արդյունքները եւ մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները, հատկապես նախորդ, երբ որ դրանից առաջ էլ նույնատիպ ռեյտինգներ էին հրապարակվում մեզ ինչ որ անհասկանալի եւ վարչապետին ինչ որ անհասկանալի ցածր ռեյտինգներով եւ ասենք մյուս ուժերին եւ հատկապես մեկ ուժին բարձր ռեյտինգով, հիմա կարծես թե այդ ուժի փոխատեղում է տեղի ունեցել, տեխնոլոգիաները, մեթոդները ամեն ինչ նույնն են եւ երկրորդը ես կարծում եմ այդ նշված անձը անիմաստ է ընդհանրապես ռեյտինգավորել, որտեղ նա իրավունք չունի պարզապես մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների այսքանը։